Կենսաթոշակառուներն ու նպաստառուները կշարունակեն օգտվել անկանխիկ վճարումների դիմաց տրամադրվող հետվճարի ծրագրից։ Կառավարության նիստում համապատասխան նախագիծը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Հետվճար տրամադրելու միջոցառման շարունակականությունը ապահովելու համար պետական բյուջեով նախատեսված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 3 միլիարդ 219 միլիոն դրամ 2025 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վճարումներն իրականացնելու համար։ Հետվճար տրամադրելու համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսվել է ի սկզբանե 12 միլիարդ 432 միլիոն դրամ, հետո ճշտվել է 13 միլիարդ 152 միլիոն դրամ, սակայն տենդենսները հաշվի առնելով, այսօրվա որոշումն էլ ավելացնելով, տարեկան ընդհանուր կանխատեսումը մոտավորապես կլինի 16 միլիարդ 371 միլիոն դրամ։ Նախարարը զեկուցում է շահառուների թիվը կանխատեսվածից ավելի է։ Այժմ ավելի քան 350 հազար թոշակառու և նպաստառու օգտվում է ծրագրից, ինչն էլ ապահովում է ամսական 2-3% աճ։ Այս պահի կարգավորումներով մենք հետվճարով վերադարձնում ենք գործարքների 12%-ի չափով, բայց ոչ ավելի քան 6000 դրամը, և հետվճարը վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը, խնդրում եմ հաստատել։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը նշեց. 2026 թվականի բյուջեի նախագծով Հայաստանի համախառն ներքին արդյունքը կանխատեսվում է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ, տնտեսական աճը 5,4%։ Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից հարկային եկամուտները 2 տրիլիոն 972 միլիարդ դրամ, հարկային վարչահարության բարելավման ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է ապահովել հարկեր հնարաբերակցության բարելավում սպասողականի համեմատ 0,4%-ային կետով, այստեղ նշեմ, որ սպասողականը այս տարվա համար 1%-ային կետով բարելավումն է 24 թվականի նկատմամբ։ Պետական բյուջեի պակասուրդը նախատեսվում է 537 միլիարդ դրամ, այսինքն ՀՆԱ-ի 4,5%-ը 2025 թվականի 5,5%-ի դիմաց, ասաց նախարար Հովհաննիսյանը։ Միջնաժամկետում նվազելով մինչև պարտքի բեռը կայուն պահող 2,8% մակարդակի։ Արդյունքում կառավարության պարտք ՀՆԱ ցուցանիշը 26 թվականի վերջում կանխատեսվում է 53,5%։ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի առաջնահերթություններին համահունչ 26 թվականին կիրականացվեն սոցիալական, կրթական, առողջապահական, տնտեսական աջակցության, ենթակառուցվածքային բնույթի մի շարք առաջնահերթ միջոցառումներ, որոնց արդյունքում ի թիվս այլ թիրախների կապահովի հետևյալ առանցքային թիրախների իրագործումը։ Կներդրվի առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը։ Կշարունակվի բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում բնակարանային ապահովման և այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը 55 միլիարդ դրամի չափով։ 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը կշարունակվի ազգային ժողովում։ Ազգային ժողովում քննարկումները հնարավորություն և մի ժամանակահատված են, երբ որ մենք որոշակի ճշգրտումներ կկատարենք, մինչև օրենքի նախագիծը քվեարկության դրվել է, բայց նաև սա կենդանի և շարունակական պրոցես է, և մենք փորձենք այն հարցերը, որոնք դեռևս լուծում չեն ստացել, նաև դրանք հասցեագրել և կարգավորել տարեսկզբին։ Հաջորդ տարվա բյուջեն նաև ըստ էության պետք է ապահովի և սպասարկի կառավարության ծրագրի իրականացման ամփոփիչ փուլը, և այդ իմաստով կարծում եմ, որ 26 թվականը շատ կարևոր է սկսված որոշակի գործողություններ իրենց տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից, ինչպես օրինակ դպրոցներում բնագիտական և տեղեկատվական լաբորատորիաների հիմնումը, որը կառավարության ծրագրով պլանավորված է, որ պետք է 2026-ին մեր բոլոր դպրոցները ունենան այդ հագեցվածությունը։ Բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար ֆրանսիական զարգացման գործակալությունը մեր կառավարությանը 150 միլիոն եվրոյի վարկ կտրամադրի։
Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն անդրադառնում է Փարաքար համայնքի ղեկավարի սպանությանը։ Միջադեպից արդեն 1 օր է անցել, բայց չկան ձերբակալվածներ։ Արդյոք իրավապահ մարմինները թերացել են։ Լրագրողների հարցինի պատասխան նախարարը նշում է. Ձեր հարցադրման տողատակը որն է, որ բավարար ջանք այս դեպքում կարող է եւ չգործադրվել։ Դուք հասկացեք, մեկնաբանեք։ Ես այդպես հասկացա եւ ձեր ասածից ստացվում է այնպես, որ մեր պետությունում սպանության դեպքի առթիվ կարող է բավարար ջանք չգործադրվել, որպեսզի հայտնաբերվեն։ Մեր երկրում ձեռնարկվող օպերատիվ գործողությունների վերաբերյալ հանրային իրազեկում կարող է չիրականացվել, հաշվի առնելով այդ գործողությունների գաղտնի բնույթը։ Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ։ Այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ, ասեմ, այս պատճառներով է դա տեղի ունեցել։ Մենք իդեալական երկրում չենք ապրում եւ ցավոք մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել, ասաց նախարարը։ Իհարկե, պետությունը բավարար ջանք պետք է գործադրի, որպեսզի կանխարգելի հանցագործությունները եւ նաեւ մենք մշակում ենք առանձին ռազմավարություն, որը ուղղված է հենց հանցավորության թվերի նվազմանը եւ հանցագործությունների կանխարգելմանը եւ այդ առումով խնդիրը միայն դրված չէ իրավապահ մարմինների կամ ոլորտում քաղաքականություն մշակող մարմնի առջեւ, այլ խնդիրը շատ ընդհանուր է եւ խնդրի լուծման պատասխանատուն նաեւ յուրաքանչյուր քաղաքացի է, ինչպես նաեւ շատ լայն սպեկտրի քաղաքացիներն են պատասխանատուները, սկսած մեր երեխաների կրթությունից, չգիտեմ, նախակրթական դպրոցից համապատասխան գիտելիքներ տալուց եւ այլն։ Իսկ Մերձավանում տեղի ունեցած սպանություններից հետո պաշտոնանկություններ կլինեն, թե ոչ, արդարադատության նախարարը հստակ պատասխաններ չունի։ Քանի դեռ եւ քանի որ դեպքի հետ կապված մենք որևէ մանրամասնի չենք տիրապետում, հետեւություններ անել չենք կարող եւ հետեւաբար չեմ կարող ասել պաշտոնանկություններ կլինեն, թե չեն։ Ես չեմ կարող անել հետեւություններ։ Վարչապետը հետեւություններ արել է, շատ լավ է արել։ Ես չեմ կարող հետեւություններ անել եւ այդ հարցի պատասխանատուն ես էլ չեմ, որ հետեւություններ անեմ։ Ինչ վերաբերում է հասարակ մարդկանց անվտանգ զգալու խնդրին, Գալյանը նշում է, հարցին պետք է նայել ոչ թե 1-2 դեպքով, որոնք իրականում զարհուրելի են, այլև պետք է ուշադրություն դարձնել մեր երկրում հանցավորության ընդհանուր վիճակագրությանը։ Ըստ նախարարի, այս առումով բավականին բարվոք դրության մեջ ենք գտնվում։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։